1.5 միլիարդ դոլարը երկաթգիծ գցեք ամբողջ Սյունիքով կապեք, որպիսի ոչ մեկի կմաճույքից կախված չլինեք։ Պատասխանատու պետական կառավարումը դրանում է։ Դա չպետք է կոմերցիոն ձեռք տվող, դա կոմերցիոն ձեռք տվող գործարք չի։ Դատեղ կոմերցիա պետք չի ման գալ։ Դա պետական ծրագիր է, կայուն զարգացման, որպիսի ապրանքաշրջանառությունը քո երկրի, Սյունիքի, ամբողջությամբ դու ապահովես եւ լինի կայուն, կախված չլինի ճանապարհներից, քամիներից, ձնից եւ այլն եւ այլն։ Երկաթգիծ ես գցում, որպիսի դու մեղրից կարողանաս ապրանքը բերես, այնտեղ ապրանք տանես, այնտեղ բան կա, քաջարանի կոմբինատ կա, որ էլի կարա դա օգտագործես կնես, չի որ լրիվ դատարկ են այդ գնացքները աշխատելու, չէ, բացի դրանից հետո կմնա Արաքսով մի հատ կամուրջ գցես, ի վերջո Չաբահարից կգա, այնտեղ կգա այդ ճանապարհով կգործի էլի։ Ինչն է պրոբլեմը այդտեղ։ Պրոբլեմը ո՞րն է դրա։ Այդքան բարդ չի դա, չէ, կարևորը ոնց։ Բա դախլչիները Ռուսաստան, բան ծախեն Ռուսաստան, միրգ բանջարեղեն, Մեյմանդարի կեպկով հեծանիվ քշենք, ստենդե, բան, ասենք մենք Եվրոպա, Չինաստան, բան, եղբայր, պետության կառավարումը ենթադրում է, որ դու երկարաժամկետ ծրագրեր ես անում, ոչ թե սուտի ակադեմիական քաղաքներ ես կառուցում, որտեղ ակադեմիական քաղաքը մի երկրում, որը պաշտպանված չի, այսինքն պաշտպանված չի, ինչ պաշտպանված չի, պարտադիր չի դա պատկեր, իր հայտնի հայտարարությունը ումից պետք է ուժեղ լինենք։ Եղբայր բանակը նրա համար չի որ մեկից ուժեղ լինես, բանակը նրա համար որ քո վրա հարձակվողը հասկանա, որ այդ հարձակվելու ընթացքում ինքը ինքս զոհ կտանի, որ ձեռ չի տա քո այդ կռիվ տալը։ Բայց դու եթե դա չապահովես, եթե մարդը ով է գալու քո մոտ այդտեղ գիտությունով զբաղվի։ Ում ես այնտեղ պահելու, ինչ չեք խոսում։ Ոնց դու կարաս երկրի պաշտպանությունը չապահովելով, ենթադրես, որ քո խաչմերուկներով մարդ ես խաբում։ Ինչի ես էլի միջին միջանցքի մասին խոսում։ Ես չգիտեմ ով է հնարել այդ թվերը, ժողովուրդ, պիկի վրա, այսինքն ամենալավ պայմաններում, եթե աշխարհում ոչ մի տեղ պատերազմ չլինի, եթե ամեն ինչ լավ լինի Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղստանում, Տաջիկստանում, սաղ ցենտրը լինի, եթե Կասպից ծովի մակարդակը չշարունակի իջնել, եթե Ադրբեջանում չլինի հեղափոխություն, եթե Ադրբեջանի վրա չհարձակվի Իրանը հերթական անգամ Իսրայելին տարածք տրամադրելու համար, եթե Հայաստանը չորոշի Ադրբեջանից հետ պահանջել բոլոր հողերը, որոնք իրանք զավթել են բոլշևիկների թղթով, եթե Ալիևը չսատկի, եթե Չինաստանը նոր ճանապարհներ չգտնի կամ նոր փոխադրամիջոցներ չբացվեն, օրինակ չգիտեմ, ջրածնային շարժիչներ, որոնք կեժանացնեն ծովային փոխադրումները կամ օդային փոխադրումները, եթե այդ ամեն ինչը չլինի, կարող է մի օր միջին միջանցքով անցնող բեռների եւ բանի այդ իրանք հիմա են էլ նավթ ու գազ, բայց այդ էլ այստեղ մի հատ էլ եթե կա, եթե կանաչ էներգետիկան շարունակի sense տեմպերով աճել, այդքան նավթ ու գազ ոչ մեկին աշխարհում պետք չի, բայց այդ եթեները լավ ասենք կանաչ էներգետիկան էլ կան, այդ սաղ որ կանգնի, կարող է մի օր լինի 30 միլիարդ դոլար, այդ միջին միջանցքով գնա, այս ճանապարհը ըստ Չինաստանի լինելու է բեկապով կթողեն 10-ից 15%, այսինքն միևնույնն է լավագույն դեպքում ամենափայլուն, ամենապայծառ տարբերակով 3.5 միլիարդ դոլարի ապրանք եւ ծառայություն է պտտվելու։ Հիմա թող ինձ մեկը կանգնի ասի 3.5 միլիարդ որ պտտվի։ Դրա համար ամրոց Սյունիքը իմաստ ունի պատերն ու դարպասները ջարդել, սարքել, պռախադնոյ դվոր, խաշմերուկ ինչա թե ընտրվեք։ Բգներդ գնալու է այդ ձեր ստացված աշխատավարձը, որ ընտրվեք, հետո չիմանաք ինչ անեք։ Նորից եմ ասում, պրոբլեմը նրանում է, որ թուրքերը երկարաժամկետ են խաղում, Կիպրոսը նայեք, Նախիջևանը նայեք, իրանք երկարաժամկետ են խաղում, ինքը հիմա կասի այս լեռները տրաքացրու ճամփատուր, Ջան Ղուրբան կասի, քեզ փող կասի, աղջկան կտա որ տանես հետը սաունա, անգեր մեկա, ինքը 20 տարի հետո գալու է այդ վերցնի։
Եթե կտրեցիք դուք ամրոցի պատերը ու դարպասները ջարդում եք, թուրք եք ներս թողում, արա, այդ դժվար է այդքան հասկանալ այդ անտերը։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ հասկանում, փողեք վերցրե։ Ու ոնց է այդ բացատրվում։ Ախր բոլորը հասկանում են, ամբողջ աշխարհը հասկանում է, եվրոպացիք մեռան կոկորտ կտրելով։ Դու ինչի ես կտրում այդ ճանապարհը, ինչի համար է, ինչ Տրամփ։ Տրամփը մարազմացի կա, Տրամփը գիտի թե դու Կամբոջան ես, կամ Ալբանիան ես։ Ինչ Տրամփ։ 26 թվականին հույսով եմ ժողովուրդ ուշքի կգա, ինչ լավ բան ասեմ։ Ո՞ւս կարամ լավ բան ասեմ ես սրա վրա։ Խոսում եք Տրամփից, Տրամփը մարազմի մեջ է, Պուտինը մարազմի մեջ է, ամբողջ աշխարհը գնում է պատերազմի, ինձանից լավ բան եք ուզում, ասած ճիշտ հարցեր տվեք, լավ բան ասեմ։ Կարա Հայաստանը դրամ դիմակայի, այո իհարկե։ Կան Հայաստանում առողջ ուժեր, այո իհարկե։ Ուր են, որոնք են։ Չէ, առողջ ուժեր կան, որոնք են, որ ասեմ կգնդակահարեն, չեք կարողանում հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը Վանոյի ճուտնա։ Ոստիկանական պետության կողմնակից։ Չեք կարողանում հասկանալ։ Դեմոկրատիա է, ասում է Նիկոլ Փաշինյանը կարա ասի ինչ ուզում է։ Նիկոլ Փաշինյանը Բիրյաձիչսկի հայտարարում է, որ ոստիկանները դա պետության բանն են, ողնաշարն։ Ինքը ոստիկանական պետության կողմնակից է։ Դուք տեսեք ինքը ինչ ասում, ինքը ասում է դուները չի գալի հեղափոխություն արեք։ Այսինքն ինքը ամբողջությամբ, չէ, ամբողջությամբ տենց ուժային լուծումների կողմնակից է։ Լավ, ուրեմն Հիմա տեսեք, այս ամբողջ հարցը ինչի համար է պետք բան անել, հա, ինչի համար պետք կենտրոնանալ։ Երբ որ դուք դիտարկում եք Հայաստանը որպես 3+3-ի կտոր, դուք շանս չունեք։ Հայաստանը, որը փակված է տարածաշրջանում 3+3-ի մեջ, շանս չունի։ 0 գոյության շանս ունի։ Ստանդարտների խոսակցությունը, պարզ է ստանդարտները պետք է կիրառվեն, բայց ստանդարտները, եթե դու չես անդամակցում Եվրոպական միությանը կամ ասոցիացիոն պայմանագիր չես կնքում, ստանդարտների զգալի մասը խորթ են։ Այսինքն ամբողջական համապատասխանություն Տեսեք ինքը ինչ ասում, ինքը ինչի համար անում, ինքը հերթական անգամ Ну, լավ, սենց ասեմ, նենգաբար խափում է ընտրողներին, մանավանդ այն մարդկանց, ովքեր արևմտամետ են, բայց չեն խորանում, ովքեր բան են անում, դե տեսեք Եվրոպա է գնում, բան ասեմ, մի հատ է մայիսի 4-ին կհավաքի սաղ եվրոպացիներին, մի հատ այդ կուտը կտա, էլի լիքը մարդ այդ կուտը կուտի, բայց դա սուտ է, տեսեք, եթե դու չես դիմում Եվրոասոցիացման, եվրոպական ստանդարտների կիրառումը, դա օպցիա է։ Կուզես կանես, չես ուզի չես անի, պատասխանատվություն չկա, ժամկետ չկա, չես կարա կիսատ անես։ Բա ոնց։ Դե մի ստանդարտից պետք է հրաժարվես, անցնես մյուսին։ Եթե կիսատ արեցիր, ոչ մեկը չի գործելու, բարդակ կլինի։ Լավ։ Այսինքն պետք է ինչ-որ մի ձև անես, բայց կարաս չանես։ Որտեվ դու պարտավորված չես, դու չունես պատասխանը, դու ոչ մի բանի համար չես անում, դու կայֆի համար ես անում։ Ինչ ասեց Փաշինյանը։ Փաշինյանը ասեց այդ է անում։ Փաշինյանը ասեց Փաշինյանը խափեց, նու ոնց խափեց։ Եվրոպացիքին պարզ ասեց, որ ես չեմ պատրաստվում գալ ձեզ մոտ։ Ես չեմ պատրաստվում դիմել։ Ես ձեր ստանդարտները կվեր։ Ես ուզում եմ ապրեմ ոնց որ ապրում եմ, բայց այնց ոնց որ դուք եք ապրում։ Որը չի ստացվում։ Որովհետև կոպիտ ասած, եթե դու մեյմանդարցու պես կեպկով շենքի մեջ ման ես գալի, դու չես կարա գնաս գոլֆ կլուբ։ Քեզ գոլֆ կլուբում գոլֆի կլուշկեքով կծեծեն։ Որտեվ դու անդաստիրակ մարդ ես, որտեվ դու իրավունք չունես տենց քեզ պահելու, որտեվ այդ շլյապով չես կարա գնաս թատրոն, ուղղակի հարգելով դերասաններին, չես կարա, ամեն դեպքում, թողենք այդ մի կողմ, խնդիրը որն է, ինքը ասում է, ես չեմ գալու Եվրոպա, ես օրենք եմ ընդունել, ես եմ արել, բան եմ արել, հա մենք տենց բան, մենք կվերցնենք ստանդարտները, կսկսենք կիրառել, հետո, երբ որ այդ ստանդարտները կիրառեն, կգանք կասեք, մեզ կուզեք կընդունեք, չեք ուզի չեք ընդունի, իե։ Դա ջան, այդ տենց չի է, ստանդարտների կիրառումը գումար է։ Տեսնեք ինքը ինչքան պետական կառավարումից չի ասում, թողենք մի կողմ սաղ մնացածը։ Դու պատրաստում ես վերցնել ստանդարտները, այդ ստանդարտները կիրառել,
Հետո Եվրամիությունը կուզի կընդունի, չի ուզի, չի ընդունի, մեկը ստանդարտները կմնան։ Եղբայր, բայց այդ ստանդարտները նրա համար են, որ երկիրը Եվրամիության շրջանակներում գործի։ Եթե Եվրամիության շրջանակներում չես կարա գործի, կոպիտ ասած ոնց ասեմ, չես կարա տափողակով հոկեյի շորերով գնաս ֆուտբոլի դաշտ, որ այդ կխնդան, չես կարա վազես։ Ուրիշ բան է, ուրիշ խաղ է, ուրիշ կանոններ են։ Դու չես կարա վերցնես այդ ստանդարտները massամբ։ Եվրամիության ամբողջ կառուցվածքը, Եվրամիության կանոնները, ոչ թե եվրոպական երկրների առանձնացած, որ ասի Շվեյցարիայի ստանդարտներն են վերցնում, կասեմ լավ, օքեյ։ Բայց ինքը ասում է Եվրամիությունը կառուցված է նրա համար, որ 27-28 երկիր համատեղ բան գործ են անում։ Ոնց ես դու վերցնում ես ու չես դիմ։ Այսինքն դու պետք է դիմես, իրանք պետք է գան, ասեն եղբայր, ուրեմն այս ստանդարտը, որը որ mandatory, այսինքն պարտադիր է Գերմանիայի համար։ Քեզ պարտադիր չի, ցավը տանում դու փոքր ես, դու այս արտադրությունը չունես, դու բան չունես, քեզ էս պետք չի, քեզ էսա պետք։ Քո համար այսքան բանը կբացենք, քեզ էս կանենք, դու էս պարտավոր ես անել, էս պարտավոր չես անել։ Այստեղ sense պետք է լինի, այստեղ, այսինքն կգան հետդ կաշխատեն կանեն։ Դու քանի գլխանի ես, դու ուզում ես Եվրամիության անդամակցության ամբողջ ծախսերը դնես այս երկրի բյուջեի վրա, որ 5-6 միլիարդ է, հələ 3 միլիարդը իրան պետքա, որ ինքը պաշտպանությունը կազմակերպի, որտեվ տրիպեր արեց այնտեղ, տրիպերով վարակեց Սյունիքը, հեսա կդրում ալերները բան, հետևաբար այնտեղ շուտ պաշտպանական դիրք պետք է լինի, որտեվ եթե դու Եվրամիության անդամ չես, ու Տրամպը մի օր վերջանում է, իսկ ինքը մի օր հաստատ վերջանում է, Ալիև ասում է այդ փաստաթուղթը սենց արա, կասեմ հետո ինչ անես, գալի տանկերով վերցնում է, իսկ քեզ ասել են դու Տրամպին կզանգես։ Հաջորդ Ամերիկայի նախագահին չես կարա զանգես, որտեվ Տրամպ ասել է ինձ կզանգես։ Չկարաս զանգես Տրամպին գոլֆ կլուբ ասես, ապեր Կամբոջայի են քո իմացած Կամբոջայի վարչապետն է, կգաս մի հատ Ալիևի գյամերը քաշես։ Բայց Ալիևի փոխարեն զանգելու է Նետանյահուն կամ հաջորդ Իսրայելի նախագահն ու վարչապետը։ Իսկ քո համար ոչ մեկ։ Այդ ամբողջ հարցը անպատասխանատու, դիլետանտ Մանդելաների տակ մնացած ինչ որ մարդիկ են, որոնք փորձում են մեծ տղաների հետ խաղ խաղալ։ Նիկոլ Փաշինյանը չի կարա դառնա, Նիկոլ Փաշինյանը յուր 40 դախլչիներով ընտանիք դախլչիներ։ Ինչ անի ընտրողը։ Նիկոլ Փաշինյանին ձեն չտա ոչ մի պարագայում, ինչպես նաև նախկիններին, առաջի հերթին նախկիններին, որտեղ նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը եւ նախկինները նույն բանն են։ Կարշոկն է տարբեր։ Ձևը տարբեր է, մնացածը նույնն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նախկինները, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, իրան դա ձեռք է տալիս։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նախկինները, սեպա պլյուս, Եվրամիությունը մոտենանք, բայց ոչ բան չանենք, ես ձեզ հիշեցնեմ ուղղակի, որ դա Սերժ Սարգսյանն էր ասում։ Եվ Սերժ Սարգսյանն էր անում։ Սեպան Սերժ Սարգսյանի արածն է։ Նիկոլը շարունակում է Սերժ Սարգսյանի գործը, կարեք բացատրեք, տարբերությունը որն է։ Հիմա նոր ձևով են անում, այս հեղափոխությունից հետո նոր ձև, այսինքն բովանդակային առումով բոլորը նույնն է։ Բոլորը։ Դրսից ներդրող տեսել եք, եվրոպական ներդրող տեսել եք, խոշոր կորպորացիա տեսել եք, ոչ հայի հետ կապված։ Այսինքն որ հայ չլինի կորպորացիայի ղեկավարության մեջ, եկել է ինչ-որ մեկը ասել է Նիդերլանդներից, Մայերսկը, կամ Դանիայից Մայերսկը, Նիդերլանդներից, Ֆիլիպսը։ Գա ասի, վերջ, բաստա, Հայաստանում գործարան եմ դնում։ Վերապատրաստում եմ պոլիցեխին, փող եմ տալի, բան եմ ինչ, տեսել եք տենց։ Հեղափոխությունից 7 տարի անց է, խաղաղության խաշմերու կա։ Լավը այն է, որ կոպիտ ասած մարդկանց մոտ կա, որ հասկանում եմ, որ այն չի։ Որտև ի վերջո մարդն է ամենագլխավոր ռեսուրսը։ Նորետ էի ասում, չէ, որ transition է, այսինքն անցում է, որտեղ որ մարդն է, անձն է գլխավորը։ Ընդ որում ամբողջ աշխարհում է։ Հա, հենց այդ առումով մենք լավ տեղ ունենք։ Մեզանով հենց նես չի, որ հետաքրքրված է։ Ես ինչի եմ սենց բան անում այդ խաշմերուկի մասով։ Եղբայր, մենք ունենք թեմա, հա, Իրանը էլի դրեցին պատժամիջոցների տակ, բայց դա չի փոխում։ Մենք թեմա ունենք, Եվրամիություն Հնդկաստան ճանապարհ ունենք։ 1.4 տրիլիոն եվրոյի մասին է խոսքը գնում, 1.2, 1.4։ Այն օրս ասացին 1.4, չգիտեմ։ 1.2 ես գիտեի ոչ։
Էական չի 200 միլիարդ եվրո ես կոմ Ես կոմենքում։ Հա չէ բայց ինչի համար եմ ասում Հայաստանը հետաքրքրված են Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանը քարտեզների վրա կա Հայաստանը մարդիկ կան որ քարտեզ չունեն դրա համար չեն հասկանում Հայաստանը որտեղ է բայց Հայաստանը քարտեզների վրա կա լիքը մարդկանց մոտ դուրսը Եվրոպայում ուզում են որ Հայաստանը լինի դրա համար են սենց ամեն ինչ ներում կոպիտ ասած